Եվ տեսեք հակառակորդը ինչքան ճարպիկ եւ խորամանկ է, որ հավատացյալներին տեսեք ուր կարա հասցնի, եթե դու քո եղբորը չսիրես։ Եթե դու քո սպասավորին չես սիրում, մնացածին չես կարա սիրես, որտեւ ինքը քո համար հոգ է տանում։ Տեսեք ինչ է գրված 3-րդ գլխի մեջ։ Այսի խոսում է եղբայրասիրության մասին, որ մենք դուք պարտավոր եք ձեր եղբայրներին սիրեք, իսկ եթե չսիրեք, ինչի է հասցնում դա։ Հələ չարախոսությունով սկսում է, բայց մարդասպանությունով վերջացնում է, գիտեք։ Տեսեք ինչ է գրված 14 խոսքը 3:14-ը առաջի թողթովանում։ Գրված է մենք գիտենք, որ մահեն դեպի կյանք փոխադրվեցանք, վասնզի եղբայրներին կսիրենք։ Այսինքն եթե դու եղբայրոդ տեսնում ես ու չես սիրում, դու դեռ մահից դեպի կյանք չես տեղափոխվել։ Որտեղ ստեղ այդպես ասում է մենք գիտենք, որ մահից դեպի կյանք փոխադրվել ենք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Դու չես կարող մեկին սիրես ու իր հետևից խոսած, գիտես, դա անհնարին բան է։ Կարող է մի պահ մտքովդ մի բան անցնի, նեղվես, բայց փորձի որ ոչ մեկի մոտ չարտահայտվես։ Տիրոջ առած սիրտտված ասա Տեր մաքրի իմ սիրտը։ Ես ինչ եմ խոսում ես իմ եղբոր հետևից։ Ասում որովհետև մենք մահից դեպի կյանք փոխադրվեցանք, քանզի մեր եղբայրներին կսիրենք։ Ան որ իր եղբորը չի սիրում, գրված է մահի մեջ է։ Ներքևում գրված է որ ան որ իր եղբորը չի սիրում, մարդասպան է։ Դու տեսեք այդ հակառակորդ պիղծ սատանան եղբայրներ քուրեր, ոնց է հավատացյալին սարքում մարդասպան, որպեսի վերջում էլ որպես մարդասպան դատաստանի օրը քո մեղքերը քո դեմը կդնի։ Եվ տեսեք ինչ ասում 4-րդ գլխում անմիջապես կողքը 4:7-ում։ Փաստորեն առաջի նախապայմանը սա է, եթե դու սիրես քո եղբայրներին, եթե դու սիրես քո քրոջը, աստվածային սիրով, դու մահից դեպի կյանք ես ուրեմն տեղափոխվել։ Այսինքն խավարից դեպի լույս ես գնացել, դա է նշանը։ Տեսեք ինչ ասում 7-րդ խոսքում 4-րդ գլխի։ Սիրելիներ մեկս մեկ սիրենք, վասնզի սերը Աստծմե է։ Ան որ կսիրե, Աստծմե ծնված է։ Փաստորեն քո ծնվելու միակ լույսը, այսպես խոսքը, վերջը դեվիզը ինչ ուզում ես ասա, նա է, որ դու սիրում ես քո եղբորը, որ դու պատվում ես քո եղբորը, այն էլ մեծապես ես պատիվ տալ իրան, որ դու հնազանդ ես, լսող ես իրան։ Փաստորեն քեզ ծնունդ է տալիս։ Երկրորդը, ասում է ան որ կսիրե, Աստծմե ճանչված է։ Փաստորեն, եթե դու սիրես, այդ սերը քեզի Աստծուն բերում է ճանաչողության։ Դու ճանաչում ես Աստծուն, Աստված ճանաչում է քեզ։ Ներքևում տեսեք ինչ ասում է, գլխով խնդրեմ 4-րդ գլուխնա մի քանի խոսքեր են դուք ձեր տներում կարող կարդա կամ սենակներում։ Տեսեք ինչ ասում 12-րդ խոսքը։ Մեկը երբեք Աստված չի տեսե, եթե մեկս մեկ կսիրենք, Աստված մեր մեջ կբնակվի։